Ուրեմն բարև ձեզ հարգելի ներկաներ, այսօր ապրիլի 28-ն եւ մենք իրականացնելու ենք Հատիկ ՍՊ-ի կողմից նախաձեռնվող Կոտայքի մարզի Չարենցական համայնքի Կարինիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գյումրիի լիթոիդային բենզանների հանքավայրի շահագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու եւ աշխատանքներն ընդլայնելու շրջակա միջավայրի լիազդության գնահատման վերաբերյալ հանրային առաջին քննարկումը Ընկերությունը երկար տարիներ է, որ գործունեություն է ծավալում Չարենցական համայնքի Կարինիս բնակավայրում եւ ես կխնդրեմ, որ ընկերության ներկայացուցիչ Արամայր Սավակյանը այս բանը ներկայացնի, թե ինչ են պատրաստվում անել Հատիկ ՍՊ ներկայացուցիչները եւ ինչ ենք վերջնարդյունքում ունենալու համայնքում։ Խնդրեմ, պարոն Սավակյան։ Շնորհակալություն, ես Արամայր Սավակյանն եմ, Հատիկ ՍՊ-ի ներկայացուցիչը։ Այսօր մենք քննարկում ենք Գյումրիի լիթոիդային բենզային հանքավայրի արդյունահանման աշխատանքների առաջին համային քննարկումը իրականացնում ենք։ Գիտեք, որ Գյումրիի լիթոիդային բենզանի հանքավայրը դեռ սովետական միության տարիներին 1958 թվականին պաշարներ հաստատվել ու շահագործվել են նախագիծ ժամանակ տարբեր կազմակերպություններից, այդ թվում եւ Հատիկ ՍՊ-ն մինչեւ այդ իրականացրել աշխատանքներ ունեցել է 9 հեկտար տարածք տրամադրված ու իսկ ներկայում իրականացրել ենք պաշարների ավելի հստակեցում, տարածքի ավելի հստակեցում եւ իրականացում եմ ընդլայնում, որ իր նախատեսում ապագայում իրականացնել աշխատանքների արտադրողականության բարձրացում ու ընդլայնում։ Ուրեմն ներկա դրությամբ ապրիլի 1-ի դրությամբ տարածքում, հայցող տարածքում արդյունահանման պաշարները կազմում է 2,190,591 մետր խորանարդ։ Ընդլայնումից հետո կասեք այդ համատականներն էլ էլի։ Ընդլայնությունից ասում, տարբերությունը շատ քիչ է, պրոստը տարեկան արտադրողությունը մի քիչ ավելանալու, մակերեսները ժամանակին, որ իրանց ընդհանուր տրամադրված էր 9 հեկտար, այսօր արդյունահանման տարածքները հստակեցրել ենք իրենց տարածքը լինել է 7.53 հեկտար։ Կազմակերպություն ունեցել է ՋՏԿ, ինչ են նախատեսում։ Առաջինը հանքավայրի արդյունահանման ծառայման ժամկետը երկարացնել լինելու է 20 տարի, օրինակ։ Այսօրվա դրությամբ, որ պլանավորումը կորզող պաշարները կազմելու են 1,789,713 մետր խորանարդ, լիթոիդային բենզա, բացահանքի տարեկան արտադրողական կազմելու է 103,452 մետր խորանարդ մարող պաշար, իսկ արդյունահանող պաշարները լինելու 80,486։ Այսինքն ամսեկան մոտավորապես 7,5-8 հազար մետր խորանարդ։ Անքրեն ու իր արտադրական մենք հակասում որ շատ մեծ չի էլ է, եթե կցենք համատած ուրիշ հանքավայրի, հանքավայրի շահագործում իրականացնում բաց լեռնային աշխատանքներով, նախատեսումը արդյունահանված լիթոիդային բենզանների զանգվածի տեղափոխում, ընկերությանը պատկանող ՋՏԿ, այնտեղից իրացում սպառողի նավթոտրանսպորտով։ Այսինքն սեփական տրանսպորտով սպառում չի լինելու, այստենց հասկացա։ То есть որևէ խնդիր ձեր կողմից ճանապարհների հետ կապված կամ ճանապարհների փոխանցման հետ կապված ԺՏԿ-ից հետո պարտավորություն չունեք։ Արդյունահանման աշխատանքները կատարվել բեռնիչի միջոցով եւ էքսկավատորի միջոցով։ Մշակված տարածքի լինարի մեկական ռեկուլտիվացիա իրականացվել է։ Բացանքի արտադրական հարաբերակում տեղադրվելով բեռնարկվային տիպի գրասենյակ, որտեղ աշխատողները դիմանային ու բացի մակաբաց մանապարները կուտակվելու է սկզբից տեղամաս հյուսիսարևմտյան մասում նախատեսվող, բայց ապագայում արդյունահանման ընթացքում այդ ապարները տեղափոխվել են շահագործման տարածք լինելու արդեն ներքին լծակույթ ու այդ ապարները օգտագործվել են ապագա ռեկուլտիվացիայի համար։ Այսինքն արդյունահանման աշխատանքների ավարտից հետո ներքրական թափոններ, ինչպես մակաբաց մանապարն չի լինելու։ Քանի որ այն ապարները, որոնք օգտագործվում են ռեկուլտիվացիայի համար, դրանք չեն հանդիսանում ներքրական թափոններ։ Դրանք ընթացքում են, հա, ընթացքում սկզբից իրենք ֆրոնտ են առաջացնելով, որպեսզի ազատ տարածք ունենան, տեղափոխվում են հյուսիսարևմտյան մաս, հետո երբ որ ազատ տարածք ունեցան, այնտեղ տեղափոխում են
Այդ տարածքը ավարտից հետո փակման ծրագիրը երկու արդեն պետք է լինի, նախատեսվել է ռեկուլտիվացիա իրականացնել ու իմիջիայլոց ներկա դրությամբ մակաբացան ապարների ծավալը շատ մեջ մոտավորապես մի 40,000 մետր խորհրդատար։ Հիմնական մակաբացման ապարները նախկին աշխատանքների իրականացման ժամանակ արդեն հանել են։ 140,000 մոտավորապես մետր մակաբացման ապարը ընդհանուր է, որից 40,000-ը այս նոր աշխատանքների արդյունքում առաջանալու է։ Դուք ասացիք 7-5 հեկտար է, հա? 7-53 հեկտար ստակեցվա ու ոչ մեկի հարևան բանի տարածքի կապ չունի։ Այդ ներկա գործողանքն է, չէ՞, այդ 7 Չէ, արդեն ավարտից հետո իրենց տրամադրված է ընդհանրապես 9 հեկտար տարածքի ունեցել, որ ձևաչարով ունեցել են։ Իսկ ներկայությամբ արդեն որտեղ որ իրենք պետք է շահագործման աշխատանքներ իրականացնեն, չէ, այդ տարածքը լինելով 7-53 հեկտար։ Մինչև այդ շահագործման աշխատանքները կատարել են 5 հեկտարով։ Հա, հիմա 7-53։ Ու դրա արդյունքում կակրած տարեկան արտոնողությունը ավելանում ու պաշարները համապատասխանաբար ավելանում են պաշարները։ Ու ծառայման ժամկետը ստացում է 20 տարի այդ աշխատանքները։ Տենց։ Ներկայում աշխատող այդ 5 հեկտարում, այսինքն այլևս չկան պաշարներ, թե կան իրենք այդ նորից շարունակվել է եւ ավելանել են այն պաշարները, որ եղել է այդ 5 հեկտարում, չէ՞, դրա 10%-ներ չեն արդեն հանել։ Հիմնական պաշարները կազմելու են այսինքն 5-ը մնում է 2.5-ը, կավելանը անդամ 7%։ Հա, ինձ որ էսի նորմալ երևույթ է անկարդյունարության մեջ, իսկ հավատացիք մեծ փորձ ունեմ այդ ոլորտում, սկզբից մի փոքր տարածվեցնում են աշխատանքները տարածվում են, հա, ու ընդլայնում են իրականացնում։ Նախկին միտողությունը 20 տարի է, հա, երևի։ Հա, բայց հիմի այս աշխատանքները կստանա նոր տոյտություն։ Հա, հասկանալի է։ Ստացվում է դաժե ոնց որ ժամկետի երկարաձգման նման է լինել, հասկանում եք, չէ՞։ Տամ հարցեր թե դուք Չէ, ես շարունակեմ, որ իմանաք բանով էլ է, վերջում ընդհանուր լրիվ հարցը ինչ որ պետք է անելու։ Հիմնականում իրենք օգտագործել են սեփական տեխնիկան, որը հիմնական տեխնիկա օգտագործել, որը տեխնիկան իրենց սեփականությունն է հանդիսանում, լիզինգով վերցրած, так աշխատելու են այս ընդլայնման եւ աշխատանքների ժամանակ 14 աշխատատեղ ստեղծվելու, նախագծով արդեն նախատեսված է։ Ինչքան է հիմա։ Հիմա քիչ է համատած, ընդլայնումից հետո ավելանում են, 8 հոգի են մոտորապես, ավելանալու է, քանի որ արտադրողականությունը ավելանալով եւ ֆինանսական հնարավորություններն էլ ավելանում, աշխատողներ ավելի շատ կարան պահեն։ Լինելով հանքի պետ, երկրաբան իսկ Միջին աշխատավարձը։ Միջին աշխատավարձը 150-ից 200,000, ոչ պակաս։ Մանով, եթե հիմնականում ներգրավելու են Կարենիսի բնակիչները, մի մասն է ներգրավված են այսօր ինչքան ես գիտեմ, այդ բնակավարները, դե մասնագետները հիմնականում հանքի պետը եւ երկրաբանն բարձր մասնագիտական մոտեցում պահանջում, այդ արդեն Ոդի ներգրավեն ըս մասնագիտության։ Հիմա ունեք, հա, հանքի պետ երկրաբան դրսից։ Հա, ունենք։ Դրսից են գալիս Երևանից։ Իրենք ունեն երկրաբանն։ Չէ, հետաքրքիր կար էստեղ մասնագետ, թե դրսից է եղել։ Առանց մասնագետի չեն կարող իրականացնել։ Համայնքից են, թե դրսից են եկել։ Համայնքում ես գիտեմ, համայնքում ինչքան գիտեմ մասնագետ երկրաբաններ չկան։ Ես հիմնական թերապևտում բանով Դենց բնապահպանական միջոցառումներ նախատեսված է շատ։ Հենց առաջին ես դասեցի բնապահպանական։ Այստեղ հիմնական ռիսկը այս հանքավայրի հետ կապված փոշին է, ուրիշ հիմնական ռիսկ չկա ասեմ։ Ջրային ռեսուրսների չկա, տարածքում ոչ մի բան չկա, ոչ մի խնդիր չկա։ Հիմնական ռիսկը փոշին է, փոշի հետ կապված իրենք ջրցան մեքենա ունեն ու դաժե Իշքան գիտեմ ջրցան մեքենան պայմանագրային է, չէ, դեր սեփականը չէ։ Պայմանագրային է, վարորդ հետ է պայմանագրին։ Կնքելու ու նախատեսումը ջրցանում փոշի արտադրական ճանապարհները, որտեղ որ փոշի է գնում, որպեսզի նորից մի փոշի արտադրությունը դա նույնպես փոշի առաջացումը բոլոր
բանը ոչ մետաղական օգտակար հանձնումների հանքավայրն է բանանում, ու հիմնական մեթոդը դրա դեմ պայքարը բանում է, կապված է ջրցանում որը, հա։ Ես իհարկե չեմ պատկերացնում այս բանին հանքի տարածքը, բայց այնտեղ ինչ-որ կանաչապատ տարածքներ կան, ծառեր բան կան, հա։ Մոտակայքում չէ։ Իսկ հնարավոր չի, օրինակ ծառերի տնկում ինչ-որ տենց բանարի, այդ փոշին ավելի քչացնելու համար, թե տենց հնարավորություն չկա։ Քանի որ տարածքը հանքի աշխատանքները տարբեր տեղեր են ներկայացնելու, եթե չի ասել, հետո աշխատանքների ժամանակ ծառերը միջև աճան, արդեն 20 տարի ժամանականում չեն հասցնի, այդ պրինցիպի ինչքան գիտեմ, իրենք կրան լրացուցիչ ինչ-որ կանաչապատման աշխատանքներ ուզենան իրականացնել, բայց քանի որ շրջապատում տնարբերնացա ուրիշ հանքերով, այդ ծառերը նորմալ չեն բանանել։ Ավելացում ես անում, որտեղ հանքի կից տարածքներում կան գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որոնք ամեն տարի մշակվում են, գարի կամ ցորեն, այլ բերքատվության համար մշակվում են։ Ուստի այդտեղից արդեն քանի փոշոր առաջանում է, ծառերի համար ինքը այդքան օգտակար չի։ Դրա այդ պատճառով ըստ իս երկար տարիներ այդտեղ ծառը չի եղել։ Ու բացի այդ ամբողջ տարածքում ծառային ծածկույթ չկա։ Սանիտարական պահպանման օրենքով սահմանված կա պահպանված այստեղ ամեն ինչը նախագծում։ Ամենամոտիկ այդ հողատարածքից ինչքան է մշակաբույսային։ 300 մետրից հեռու, բան չի էլ։ Նախագծում նախատեսում է սոցիալական պարտավորություններ համայնքի հետ կապված, օրինակ համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մասնակցության համար յուրաքանչյուր տարի նախատեսում են 500,000 դրամ այդ ծրագրի մեջ։ Սոցիալապես անապահով ընտանիքների դեղորայքի տրամադրման համար յուրաքանչյուր տարի նախատեսում են 300,000 դրամ։ Այսինքն դուք հստակ ուղղություններն արդեն որոշել եք, հա, գումարներով։ Նախագծով պետք է նախատեսվի այդ աշխատանքները, որպես պարտավորություն ընդգրկվեն պայմանագրի մեջ մշտի։ Հա, գիտեմ, բայց ուզում եմ ասել հնարավոր չէ նախապես քննարկել համայնքի։ Քննարկել եմ մի քիչ պարոն Բաղդասարյանի հետ այդ հարցերը սկզբից։ Այսինքն միայն Կարենիսի հետ եք ուզում։ Չէ, դե համայնքի այդ արդեն Չերենցավանը համայնքի հետ, հա, դա է իմ ասել, քննարկման արդյունքում ծրագիրը պատրաստականություն կարողանում։ Համայնքի տրամադրության տակ եթե ինչ-որ տեխնիկա կա, որ վերանորոգման աշխատանքները կմասնակցեն, կօգնեն, դրա համար նախատեսվում 200,000 դրամ օգնություն յուրաքանչյուր տարի։ Եթե պրինցիպի այս փոքր հանքի համար մեծ օգնություն է, բավականին մեծ պարտավորություններ ու ինչքան գիտեմ կազմակերպությունը հատեք սրբին միջև հիմա իր պարտավորությունները աշխատել է իրականացրել, միջև այդ ինչ-որ պարտքեր գալու արձավճարի հետ կապված ուղի բան, նախկին հանդիպումների ժամանակացույց նախատեսինք եւ մարդիկ իրենց պարտավորություն կատարել են, փակել են այդ պարտավորությունները։ Ընթացքի մեջ գույքարակի մոմենտով մի քիչ մնացած է, լրիվ կատարել են։ Պրինցիպի արդեն համայնքի եւ կազմակերպության հարաբերությունների մեջ շատ փոխադարձ հասկացողություն կա, ձեր հանքանյութը արտահանվում է, թե տեղի պահանջների համար է հիմնականում։ Հիմնականում չէ, Հայաստանի համար է լինելու, իրենք օգտագործում են որպես բետոնի հետ կապված, որպես լցանյութ, քանի որ իրենց տեսակարակը շիրը ցածր է, որպեսզի ավելի թեթև լինի բետոնային բաները։ Պատշարի մեջ են թեթևացնել է տարածքում հենց։ Հա, իրաց ամեն ինչը ինքը կա, ամեն ինչով ջարդիչ տարածքը փորձակնություն անցել է ժամանակին ու խնդիր չկա ստեղ էլի։ Ստեղ այն որ տարածքը ընդլայնում է, դրա հետ մենք արդեն այդ հարցերն ենք բարձրացնում։ Ստեղ ոչ մի խնդիր չկա։ Արդեն փորձակնություն անցած ջոթեքը իրենք ունեն, թափոնների վերամշակման պլան ամեն ինչ կա, խնդիր չէ։ Թափոնների արտանետումների թույլտվությունը ունենք ամեն թույլտվությունում ենք, փոշու օրգանական ածվածքի եւ բոլորի թույլտվությունները ունենք։ Ջրահեղեղների հետ կապված ոչ մի խնդիր չկա, մնակելի տարածքից հեռու է, պահպանված է բոլոր բաները, որը բնապահպանական ռիսկերը կառավարել է։ Ըստ հիմնական խնդիրը փոշին է լինելու, փոշին էլ հիմնական դրա դեմ պայքարը ջրցանումն է։ Եթե ինչ-որ հարցեր կա, խնդրեմ ինձ։ Կարենցի բնակիչներ հարցեր։ Կարող ուրիշ հարցեր ունենալ, որպես մասնագետ երկրաբանության ընդերքի ոլորտում կարամ ասեմ։
թե սոցիալական, թե բնապահպանական, թե դեկօգտագործման։ Հա, եթե հանքին չի վերաբերում, այլ հանքի կամ այն բաների, դա հետո կքննարկենք, եթե սպային հարցեր չկան, կան ինչ-որ բան ավելացումներ, մենք հասկացանք ընդհանուր ծրագիրը, շնորհակալություն ներկայացնելու եւ համագործակցության համար, դե ընթացքում կհասկանանք, դեռ հնարավորություն է, որ բնակիչները առաջարկություններ ներկայացնեն, ժամկետ ունենք, եթե չեն լինի առաջարկություններ, դիտողություններ լրացիչ, մնացածը արդեն կլինի ավականու որոշումով։ Հետո լինելու հանրային լսումներ, երկրորդ հանրային լսումներ, արդեն ավելի մանրամասն կներկայացվի բոլոր ընկերները, արդեն հստակ համայնքի հետ բոլոր ծրագրերը ամեն ինչը ամրագրված կլինեն։ Շատ լավ, շնորհակալություն բոլորիդ ներկայացան համար։ Ձեզ բոլորիդ շնորհակալություն, հաճելի էր բոլորի հետ շփվել։ Մերսի։